Ես կարծում եմ, որ մեր պետությունը պետք է լիներ մարտական թիվ 1 պատրաստականության մեջ, բայց թիվ 4-5-րդ պատրաստականության մեջ էր։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, դա առաջին հերթին ուղերձ պետք է լինի հանրությանը, որ այն իշխանությունը, որը որ կարողանում է ընտրությունը կեղծելով վերարտադրվել, դա չի նշանակում, թե այդ իշխանությունը ֆորս մաժորային իրավիճակներում, պատերազմի վտանգի վիճակներում, առավելևս պատերազմի ընթացքում կարող է երկիրը սպասարկել, ժողովրդին սպասարկել, ծառայել ժողովրդին, ինչպես որ հարկն է։ Այսինքն հանրությունից պահանջվում է առավելագույն ինքնակազմակերպում, հնարավորին չափ բոլոր հնարավոր տեղերում փոխարինել իշխանական կառույցներին, լինի դա ասենք ինչ-որ հաստատությունների գործունեությունը, ինստիտուտների գործունեությունը, թե լինի դա զուտ սոցիալական գործառույթներ, ասենք օգնություն կարիքավորներին, զինվորների նկատմամբ հոգատարություն եւ այլն եւ այլն։ Եվ այդ ուղերձը մեզ պարտադրում է, որ հերթական ընտրությունների ժամանակ բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի իշխանությունը լինի ընտրովի եւ հաշվետու լինի մեր առաջ, ոչ թե թաղի կողականների առաջ, ոչ թե վարչական ռեսուրսի առաջ, ոչ թե փողատերերի առաջ։ Սա է կարծում եմ գլխավորը, որովհետեւ ասենք ինչ որ պահանջներ կան, որ ես կարող եմ ձևակերպել, ասենք իշխանությունից, որ լինել առավելագույնս կոշտ ռազմավարական դաշնակցի հետ, այսինքն կոշտ արժանապատիվ կեցվածք ունենալ, որ բարի եղեք կատարել ձեր պարտավորությունները ռազմամթերքը մատակարարելու հարցում, բարի եղեք դրսևորել ձեզ որպես ռազմավարական գործընկեր հայկական պետականությունը ուժեղացնելու հարցում, որովհետև ըստ էության Հայաստանը Ռուսաստանի վերջին հույսն է Կովկասում, ասենք կօգտագործի Ադրբեջանը իր ողորմելի հալով, ասենք Ռուսաստանի այդ մասշտաբների բանի համեմատ, հետո Ռուսաստանից երես կթեքի, այսինքն ինչպես ռուս վերլուծաբաններից մեկն էր ձևակերպել, օգտակար գավուշ, Պուտինի մասին էր ասել, որ Պուտինը կծառայի իրենց որպես օգտակար գավուշ։ Հիմա մենք դրա պատանդը պիտի չդառնանք եւ ինչ որ չպետք է մենք պատանդը դառնանք կեղծ գործընթացների, երբ որ պատասխանատվության համակարգ սահմանված չէ, մասնավորապես ասենք սահմանի շփման գծում, ասենք չի կարելի ասել, ոչ մեկը չի կարող պնդել, թե ով սկսեց պատերազմը։ Այո, այդ մեխանիզմը որ չկա, այդ ժամանակ պետք է վարվես ըստ այդ իրավիճակի։ Եվ ինչ որ ես 3 տարի առաջ մի հոդված էի գրել 5 պատճառ, թե ինչու պետք է Հայաստանը առաջինը սկսի պատերազմը։ Եվ այն ժամանակ հիստերիկա բարձրացրին ոմանք, թե այ պատերազմ ես հրահարում։ Չէ, իրականում ես ուզում եի, որ իմ երկիրը պատրաստ լինի, որ եթե հարձակվելու է իր վրա, թող առաջինը ինքը հարձակվի, այդ զոհերը թող լինեին, եթե լինելու էին զոհեր, ուրեմն այդ զոհերի գնով մենք տարածքներ մենք գրավեինք, անվտանգության գոտին ավիրապնդեինք, ոչ թե տարածքներ զիջեինք եւ կոտրված ինչ որտեղ կոտրված ողնաշարով դուրս գայինք այդ քառօրյա ադրբեջանական արկածախնդրության պատմությունից, բայց քանի որ այս իշխանությունը իմ ընտրած իշխանությունը չի, այլ ուզուրպացված իշխանություն է, իմ ցանկացած կոչ կամ ցանկացած պահանջ, դա ես հավանում եմ 0-ին մոտ շանսեր ունեցող լսելիության առումով, որ այդ իշխանությունը կլսի եւ կիրագործի։ Իհարկե մեր պարտքն է այնուամենայնիվ հնչեցնել դա, բայց ես կարծում եմ, որ
մեր գործունեությունը բոլորիս պետք է լինի հնարավորին չափ փոխարինել իշխանության այն բոլոր տեղերում, որ կարող ենք փոխարինել եւ առաջիկա ընտրություններում անել ամեն ինչ այդ իշխանությունից ազատվելու համար։ Պարոն Հարգարյան, հիմա որքանով է իշխանությունը adekvat այսօրվա իրականությանը, կարծես ձևավորվեց հանրային պահանջ, որ պետք է պատժվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս իրավիճակի համար, այսինքն մարդիկ, ովքեր ենթադրաբար անօրինական ճանապարհով են հարստացել եւ մեր բանակի, մեր սպառազինման հաշվեր են հարստացել։ Հիմա adekvat է իշխանությունը սա։ Պահանջները ոչ adekvat չի, այո, պահանջը ձևավորվեց, պահանջը հնչեց սոցցանցերում բավականին կոպիտ ձևակերպումներով, ընդհանուր մինչև հայհոյանքներ, բայց ես չեմ կարծում, որ դա մեծ օգուտ տա կամ մեծ փոփոխությունների բերի, որովհետև մեխանիզմները չկան, միջոցները չկան իշխանության վրա ազդելու։ Այսինքն իրենք ինչ որ իմիտացիոն գործընթացներ կանեն, հետո հենց ճնշումը վերանա, այդ իմիտացիոն գործընթացներն էլ կվերանան։ Կներեք, ես ասեմ, այսինքն ինչ է նշանակում, օրինակ ում կարողացավ ստիպել այդ պահանջում կարողացավ ստիպել, որ ինչ որ իր կուտակած հարստությունից կամ թալանած հարստությունից ինչ-որ մի մաս տա։ Եվ եթե նույնիսկ ստիպի, արդյոք դա արմատական փոփոխության կբերի։ Արմատական փոփոխության կբերեն մենակ մեխանիզմները։ Օրինակ, ասենք ես առաջարկում եմ, միգուցե դա, ասենք, եվրոպական որևէ երկրում, ասենք, թե կիրառելի չի իրենց անցած ուղու հետևանքով, բայց մենք գտնվում ենք եզակի իրավիճակում որպես հետխորհրդային երկիր։ Եվ ասենք ես կառաջարկեի, որ այն մարդիկ, ովքեր որ ասենք աշխատավարձի, նվազագույն աշխատավարձի 10,000 պատիկից ավելի թանկ տան մեջ են ապրում, իրենք իրավունք չունենան որևէ պաշտոն զբաղեցնել, որովհետև դա նշանակում է, որ իրենք թքած ունեն իրենց աղքատ քաղաքացիների վրա, ովքեր որ ասենք նվազագույն աշխատավարձի 1000 պատիկից ավելի թանկ մեքենա են քշում կամ ժամացույց են կապում, իրենք իրավունք չունեն որևէ ոչ ընտրովի պաշտոն ունենալ, ոչ նշանակովի, այսինքն ընտրովիների համար պետք է ցենզ լինի, որովհետև դու ուրեմն պարկեշտության նվազագույն չափ չկա քո մեջ, որ ասենք իմանալով, որ սահմանամերձ գոտում երեխան ոտքով 3.5 կիլոմետր գնում է մյուս գյուղը դասի եւ հետ է գալիս, ու դու $500,000 մեքենա ես քշում, դու ընդհանրապես քաղաքացիությունից կարելի է զրկել այդ մարդկանց։ Իրենք իշխանության են եկել կեղծիքներով եւ ասում եմ իրենք եթե որևէ մեկի առաջ պարտք ու պարտականություն ունեն, դրանք ընտրակեղծարարներն են, դրանք փողատերերն են, դրանք եւ վարչական ռեսուրսներ։ Հիմա ասենք Հովիկ Աբրահամյանը ասում է, որ կրճատենք նախարարությունները, չգիտեմ, ծիգերը, այդ նույն բանը իրանց առաջ Տիգրան Սարգսյանը խոստացավ, ինչ-որ բաներ իրագործեցին 20-30%-ով ավելացան հաստիկները բյուջետային աշխատողների եւ հետո ասենք կանեն ընտրություններից առաջ մի քիչ ուշադիր կարդում ես, տեսնում ես, որ իրականում եթե փոփոխություն նախատեսվում է 17 թվականի բյուջեի քննարկումներում, այսինքն մի ընտրությունն էլ վախացնելով է, թե ձեզ գործից կազատեն, ձեզ գործ կտանք կամ խոսք տալու, որ այս առաջ կքաշենք, մի ընտրություն էլ անցկացնենք, հետո գնա Հովիկ Աբրահամյան գտի, որ իրանից բան պահանջես։ Այս կարծում եմ, որ իրանք չեն կարող փոխվել, որովհետև իրանք մի համակարգի մաս են կազմում, որը ինքը չի կարող ներսից փոխվել։ Իրենց այդ համակարգում, որ ներառել են իրենք, այն ընտրությունը, որ միշտ արել են, ասենք վատագույններին են ընտրել, հա, այսինքն պաշտոնների համար, բաների համար, ասում ենք, այդ համակարգում չկա ոչ այդ ինքնակնդատությունը, քննադատական մտածողությունը, որ կարողանան իրենց մեջ փոխվել դեպի լավը։ Եվ պետք չի ուղղակի։ Ես կարծում եմ, որ այդ սին հույսերով մենք մեր պայքարի վճռականությունն ենք կոտրում։ Պետք է քաղաքացիական հասարակությունը ունենա իր օրակարգը եւ այդ օրակարգից չշեղվի, եթե ով ինչ ուզում է խոստանա։ Երբ որ եթե գործեր անեն, 1, 2, 3 տեսնենք այդ գործերը, այդ ժամանակ հիմա բանը եթե մարդը ասենք թե հիվանդ չի ինչ որ գաղափարով, հիվանդագին չի է,
այդ հակումները, ասենք կամ ատելությունը կամ համակրանք հակակրանքը ինքը կընդունի, որ չէ, դուք ասեք մինչև այս ժամկետի վերջը շարունակեք պաշտոնավարել, որովհետև տեսնում ենք, որ արդյունքները տեսնում ենք։ Հիմա դեռևս ոչ մի արդյունք չեմ տեսել, ես ինքս չեմ հավատում, որ արդյունք կլինի։ Եվ չեմ ուզում, որ որևէ մեկը անիմաստ տեղը հավատա, հետո եւս մի անգամ հուսախաբվի, չի պետք։ Ես Սերժ Սարգսյանից հուսախաբվելու բան չունեմ, ոչ էլ Հովիկ Աբրահամյանից։ Հետաքրքիր է, թե ինչպես եք դուք պատկերացնում Ղարաբաղյան խնդրի լուծումը ընդհանրապես այս իրադարձություններից հետո փոխվել է, ասենք ինչ որ պատկերացումները մեր նախկինում այլ կերպ ենք պատկերացնում։ Ես կարծում եմ, որ այո, ինչ որ փուլ կար, որ հնարավոր էր բանակցային տարբերակներից մեկը լիներ օպտիմալ երկու երկրի համար, բայց դա հնարավոր է դեպքում, երբ որ երկու երկրներում էլ հասարակությանը խաղաղության տրամադրելու գործընթացներ լինեին եւ հանգեինք մի իրավիճակի, երբ որ երկու երկրների իշխանությունները պատրաստ են փոխզիջումների եւ ժողովուրդները պատրաստ են ինտեգրման համակեցության, այսինքն որ ինչ որ ադրբեջանցիների մի մաս, ասենք թե վերադառնում է, չգիտեմ, Շուշի եւ այնտեղ ապրում են հայերի մեջ եւ հայերն էլ, ասենք, վերադառնում են Շահումյան եւ Շահումյանն են ապրում եւ այնտեղ իրար չեն մորթում, այսպես ասած, բայց այդ պահը բաց է թողնվել, բնականաբար Քարամյա պատերազմից հետո Հայաստանում են տրամադրությունները համարժեք են, այսպես ասեմ, եւ այս պահին մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ մեր երկիրը լինի ուժեղ, բանակը լինի մարտունակ եւ քանի դեռ մեզ չեն առաջարկվում ինչ որ իրական տարբերակներ խաղաղություն հաստատելու, ուրեմն մենք պետք է ցանկացած միջոցով բարձրացնենք եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ մեր սահմանների անվտանգությունը։ Ես օրինակ կողմ եմ, որ Հայաստանը ճանաչի, ես կարծում եմ, որ շատ երկրներ կարող են լինել, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, ասենք, եւ այդ գործընթացը կգնա այդ շրջանակում կտեղավորվի, որովհետեւ միևնույնն է մեզ ոչ մի բան չեն առաջարկում։ Ես չեն ասում, եկեք ուրեմն դիտորդական մեխանիզմները ամրապնդենք կամ խաղաղությունը երաշխավորենք այս եղանակներով, այդ առաջարկները չեն արվում, ուրեմն պետք է դրան համապատասխան վարվել։ Խնդրեին մեկնաբանել Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությունը, որ եթե մենք զենք արտադրենք, մեր քթին կխփեն եւ ամեն մի քոսոտ պետության չեն թույլատրում զենք արտադրել։ Մեր պետությունն է քոսոտ, թե որոշ մարդիկ են այն համարում։ Մեր նախնիները ասում էին սահման քաջած զենք յուրյանց։ Քաջերի սահմանը իրենց զենքն է եւ քոսոտների սահմանն էլ իրենց քոսոտությունն է։ Նա որ իրեն քոսոտ է համարում, իրեն քոսոտի տեղում էլ կլինի։ Ասենք այս նեղ մաջանին, այսպես ասեմ, որ երբ որ այս պատերազմից մի քանի օր անց մարդիկ կան, որ ասում էին, որ դեռ Սերժ Սարգսյանը բավականաչափ Ռուսաստանին չի հաջողացել, չգիտեմ, թուրքական ինքնաթիռ, թուրքերը որ ինքնաթիռ խփեցին այդ ժամանակ հայտարարություն չի արել, թե ինչ է, այսինքն բանի Հայաստանը իրեն փալասի նման պահեց իշխանավորները, փալասի նման պահեցին, ասենք, երբ որ Ղրիմի հարցով քվեարկություններ եւ այլն, բայց մարդիկ կան, որ ասում են, չէ, մենք բավականաչափ փալաս չենք։ Դրա համար Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի զենք տվեց։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց տեղը իրենք պետք է գնան փալասների մրցույթի մասնակցեն, քոսոտների, մյուսը գնան քոսոտության մրցույթի մասնակցի։ Իսկ ովքեր որ սիրում են իրենց երկիրը, սերը ենթադրում է հարգանք նաև, հարգում են երկիրը, ինքնիշխանությունը, իրենք պետք է արժանապատվության դիրքերից խոսեն։ Արժանապատվությունը միշտ ավելի մեծ հարգանքի է արժանանում եւ ավելի մեծ նաև արդյունքներ է բերում, քան քոսոտությունն ու փալասությունը։
Այն որ մեր տնտեսությունը, նաև մեր սպառազինությունը խնդիրներ ուներ, դրանց պատճառներից մեկը այն չի, որ գիտությունը այսպեսի խղճուկ վիճակում եւ գիտության ներկայացուցիչն է նման այդ հարցում։ Ես չեմ ուզում գիտությանը մեղադրեմ ընդհանրապես, այսինքն որևէ ոլորտ, որտեղ կան խնդիրներ, դա պայմանավորված է համակարգով, այսինքն ի վերջո իշխանությունն է պատասխանատու։ Օրինակ մեկ ասում են, որ բայց գոնե բանակի, չգիտեմ, փողերը չուտեին։ Չի կարող այդպիսի բան լինի։ Ինչի առողջապահության փողերը կարելի է ուտել, այնտեղ էլ չէ մարդիկ են մեռնում։ Բանակում զինվորները զոհվեցին, ասենք, այնտեղ էլ հիվանդներն են մեռնում։ Կրթության ոլորտի կաշառակերության իմաստով հոգևոր խեղանդամություն է առաջանում մարդկանց մեջ, դա ընդունելի է, չկա այդպիսի ոլորտ, որ ասենք, լավ, այս մեկը դրած կերեք, այն մյուս ոլորտներին ձեռք մի տվեք, եւ իսկ ուտողները ովքեր են այդ համակարգի մեջ, դա ուղղահայաց համակարգի, այդ համակարգի մեջ իրանք մի խաղի կանոն ունեն։ Դրա համար եմ ասում, որ ես չեմ հավատում, որ իրանք կփոխվեն կամ որ իրանց վրա կազդի էս հանրային պահանջը։ Հանրային պահանջը կա օդում, կա եւ իրենց համար պետք է որ ամեն մի նորմալ մարդու համար դա ծանր լիներ եւ մղեր եզրակացությունների, բայց դա չի վերաբերում համակարգին, համակարգը ինքնին չի կարող փոխվել։